Բարոց ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1326-րդ օրն է, նաև մեր սիրելի մայրաքաղաք Երևանի տոնն է, մեր հավերժ քաղաքի օրը, եւ մենք արմատներով երևանցիներս որտեղ էլ լինենք, մեր օրրանը մեր սրտերում է, ինչպես հայտնի երգում է ասվում Երևանը մենք ենք։ Տոնդ շնորհավոր իմ սրտի քաղաք, երևանցիներ ջան, այսօր այն քիչ օրերից է, որ մենք մեր մասին մի քիչ ավելի շատ ենք խոսում։ Այսօր թեմաները շատ են, ես կփորձեմ ձեզ համար հանգստյան օրվա ֆորմատի եթեր պատրաստել։ Իդեպ երեկվա եթերի տակ Պուտինը հպատակների վնգստոցը շատ էր, դա նշանակում է շատ լավ եք տարածել մեր եթերը, շնորհակալ եմ ձեզ։ Ասեք, որ հաճելի է տեսնել այդ անհիմն իրենց աշխարհի տերերը կարծեցողներին նոր նվաստ դերում։ Միասին ենք չարակործանում մեր լսարանի հետ միասին, որքան շատ վնգստան մարդասպան Պուտինի կողմնակիցները, նշանակում է այնքան հաջող է մեր ձեզ հետ միասնական պայքարը։ Ուկրաինական զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող հերթական ռազմավարական օբյեկտին, Ուֆայում, Բաշկորտաստանում նույնպես խոցում կա, տեսանյութերը մեր Տելեգրամում են, բայց սա ամենը չէ իհարկե, կմանրամասնեմ։ Ռուսաստանում նորից ինտրիգներ են, Z բլոգեր Անաստասիա Կաշևարովայի հրապարակման համաձայն Ռուսաստանում նախապատրաստվում են լայնածավալ ռեպրեսիաներ զինվորականների, պաշտոնյաների եւ պատերազմի կողմնակից քարոզիչների դեմ։ Ըստ նրա, այս ամենը փաստում է, որ Պուտինը կանաչ լույս է տվել մեծ մաքրման, ինչպես իրենք են ասում, մաքրման։ Այժմ հենց պատերազմի կողմնակիցներն են հայտնվում թիրախում, այսպես կոչված Z ակտիվիստները։ Մենք այս թեմայով խոսել ենք, բայց հետաքրքիր է, որ արդեն հենց իրենք Z բլոգերներն են սկսել խոսել այս թեմայով։ Այս ֆոնին Մոսկվայի մերձակայքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Խոսքը Ռոսկոսմոսի ձեռնարկության մասին է Մոսկվայի մարզի Սերգեև Պոսադի շրջանում։ Մեր Տելեգրամում կարող եք տեսնել համապատասխան կադրեր, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք, ասեմ, որ բոլոր եթերների նկարագրության մեջ կա Telegram ալիքի հղումը եւ մեկնաբանություններում ամենավերևում ամրացված հղումն է։ Ամերիկայի նախագահ Թրամփը չստանալով խաղաղության Նոբելյան մրցանակը անսպասելիորեն հրապարակում է նվիրել Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնելով նրան աջակցության համար։ Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը անուղղակիորեն աջակցել էր Սպիտակ տան առաջնորդի ձգտմանը այդ հեղինակավոր մրցանակին, չնայած Թրամփի նկատմամբ գործող ճնշումը ամեն կողմից նրան չի հաջողվում թաքցնել իր համակրանքը Պուտինի հանդեպ, բայց ուզում եմ սկսել դրականից։ Այսօր առավոտյան ինձ արթնացրեց Չեռնովցիի համայնքի ղեկավար Վիկտոր Դավիդովիչի զանգը։ Դավիդովիչը դա ազգանուն է, մեր հայրենակցի, նա հին Բուկովինայի հայերի տոհմից է եւ ի ուրախություն մեզ նաեւ հայ համայնքի ղեկավարը տարածաշրջանում։ Նա մեր գեղեցիկ Բուկովինայի սրտում Չեռնովցի քաղաքում հանդիպել էր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին եւ նրան հանձնել շնորհակալագիր Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից։ Ես շատ կցանկանայի, որ նման շփումները Հայաստանի եւ Ուկրաինայի միջև լինեն ավելի հաճախ։ Տիգրան Խզմալյանը այն հայերից է, ովքեր հետեւողականորեն դրականն են բերել հայ-ուկրաինական օրակարգ։ Նրա նախաձեռնությամբ կայացել են մեր բոլորի սիրելի Ռուբեն Հախվերդյանի համերգները Կիևում եւ Օդեսայում, որոնց ընթացքում հավաքվել են միջոցներ Ուկրաինայի զինված ուժերի համար։ Սա արարքներ են, որոնք չեն մոռացվում։ Ինչպես 44 օրվա պատերազմի ժամանակ ուկրաինացի տատիկներն էին գումար բերում հայկական վանք Հայաստանին փոխանցելու համար։ Սա այն երկու ժողովուրդների փոխադարձ սերն է, որը միշտ ամուր է պահում մեր ժողովուրդների կապը։ Իհարկե շատ էին աջակցում 44 օրվա պատերազմի օրերին Հայաստանին, բայց հենց տատիկների իրենց թոշակից բերած այդ թեկուզ սիմվոլիկ գումարը իր առանձին տեղն ունեցավ մեր հիշողության մեջ։ Ովքեր չգիտեն, ասան, որ Ուկրաինայի հայերի միությունը շտաբ էր բացել եւ Կիևում եւ Երևանում, որպեսզի օգնությունը ավելի արագ տեղ հասնի։ Ուկրաինայի հայերի միության շտաբի գործունեության մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությունն էր անդրադարձել, բայց այսօր թեման դա չէ։ Պուտինի հպատակները չգիտեն, թե ինչ է փոխադարձ սերը եւ հարգանքը, որովհետեւ Ռուսաստանում հայերին որպես օտարների են վերաբերում։ Իսկ Ուկրաինայում մեր ընդհանուր պատմությունը պարծանք է երկու ժողովուրդների։ Իր նախորդ այցելության ժամանակ Տիգրան Խզմալյանը տվել էր երկու հարցազրույց լրիվ տարբեր լսարանների համար եւ այդ լրագրողները մինչ օրս մեջբերում են նրան տարբեր հաղորդումների ժամանակ։ Վերաձևակերպելով դասականին, ասեմ, որ Տիգրան Խզմալյանի նման մարդիկ ավելացնում են լույս Հայաստանի, մեր սիրելի հայրենիքի շուրջ ձևավորվող պատկերում։ Եվ ես հույս ունեմ, որ մի օր Կիևի եւ Երևանի հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն վաղուց, չէ՞ որ մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ամենաջերմն են։ Իդեպ լուսանկարում Խզմալյանը Յակոբ ֆոն Պետրովիչի կիսանդրու մոտ է, նա Չեռնովցիի առաջին բուրգոմիստրն էր հայազգի, նկարում նաև Պողոս եւ Պետրոս
Պետրոս հայկական եկեղեցին է ու Չեռնովցիի հայկական փողոցը, ասեմ, որ Չեռնովցիում նաև նոր խաչքար կա Ուկրաինայի հայերի ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ, մեր ընդհանուր պատմության վայրերում նաև նոր սիմվոլներ դրվեցին խաչքարների տեսքով Ուկրաինայի 20-ից ավելի մարզերում, իսկական կարծես շաբաթ օրվա հաղորդում է չէ ստացվում։ Նախքան մեր այսօրվա այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնեք YouTube-ի գործիքներից օգտվելուն, մեր եթերը լայքեք, եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, սա շատ է օգնում YouTube-ի ալգորիթմներին, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ եւ իրականում ինչ հարաբերություններ ունեն ուկրաինացիներն ու հայերը։ Ահա եւ Խզմալյանի եւ Վիկտոր Դավիդովիչի նկարը եւ այլ թեմաներին անցնելուց առաջ եւս մեկ լուր համայնքից։ Մենք այսօր բոլորս սպասում ենք նաեւ Կարեն Չուխաջյանի մենամարտին, ով ռինգում հանդիպելու է արգենտինացի բռնցքամարտիկ Խոել Մարկոս Մաֆաուադոյի հետ։ Մենամարտը կայանալու է Ռիգայում Dream Boxing մրցաշարի շրջանակում։ Մենամարտի ընթացքում կխաղարկվեն IBF International եւ WBO International տիտղոսները կիսամիջին քաշային կարգում։ Հուսով ենք Կարենը այսօր էլ կհաղթի, հատկապես մեր սիրելի Երևանի օրվա արդիվ, չէ՞ որ որտեղ էլ լինենք, ինչ դրոշի տակ էլ մրցենք, շնորհակալ լինելով մեզ հյուրընկալած երկրներին, մեր սրտերում միշտ ապրում են Հայաստանն ու Երևանը։ Եվ մինչ որոշ պուտինամետ օկտատերեր մեր թողարկումների տակ շարունակում են ժխտել, թե իրենց կյանքը վերածվում է մղձավանջի, մերի փոխարեն մենք հաճույքով հայտնում ենք, որ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը դուրս է եկել վերահսկողությունից, բենզինի գների աճը անխուսափելիորեն արագացնելու է ինչպես պարենամթերքի, այնպես էլ տրանսպորտի թանկացումը, ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հանգեցնելու են բենզինի գների իսկական շոկի, վառելիքի գնաճը հասել է այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանը չէր տեսել դեռևս 2010 թվականի սկզբից։ Moscow Times-ը հղում անելով Ռոստատի տվյալներին հայտնում է, որ սեպտեմբերին Ռուսաստանում բենզինի միջին մանրածախքերը աճել են եւ հասել ամենաբարձր ամսական աճին 2018 թվականից ի վեր։ Տարեկան կտրվածքով բենզինի գինը աճել է 12.73%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 14 տարիների ընթացքում։ Այս տեմպերով վառելիքը վերջին անգամ թանկացել էր դեռ 2011 թվականի դեկտեմբերին, երբ արձանագրվել էր 14.92% տարեկան աճ։ Այսպիսով ներկա գնային ցածկը գերազանցել է վերջին տարիների բոլոր տնտեսական ճգնաժամերը, լինի դա 2018 թե 2023 թվականը։ Փորձագետները զգուշացնում են վառելիքի թանկացումը կտրուկ մեծացնում է ծախսերը գյուղատնտեսության, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում, ինչն իր հերթին նպաստում է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդամթերքի գների աճին։ Հեչ բան չասեցինք, ոմանք հիանում էին Պուտինով, դե ստացեք ու տակը ստորագրեք։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, որոնք վառելիք են մատակարարում Ուկրաինայում տեղակայված ռուսական օկուպացիոն բանակին։ Վոլգոգրադի մարզում գրանցված հարձակման մասին արդեն նշեցի եթերի սկզբում։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է, որ մարզը գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման, նա հրաժարվել է մանրամասնել օդային հարվածի արդյունքները։ Դե մենք էլ բացի կադրերից հենց ունենանք այլ տվյալներ, ձեզ կներկայացնենք։ Հոկտեմբերի 11-ին ուկրաինական դրոնները հարվածել են նաև Ռուսաստանի Բաշկորտոստան Հանրապետությունում գտնվող Բաշնեֆտ նավթավերամշակման գործարանին, հաղթահարելով 1400 կիլոմետր ճանապարհ։ Բարի դրոնների հարվածներից հետո գործարանի տարածքում, մասնավորապես հում նավթի նախնական մշակման համար նախատեսված սարքի հատվածում բռնկվել է հրդեհ, գործարանի վրա երկինք է բարձրացել խիստ սև ծխիսյուն, տեղում աշխատել է հրշեջ տեխնիկա, տեսանյութը տարածել ենք մեր տելեգրամյան ալիքով։ Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուկրաինական դրոնները խոցում են ռազմավարական նշանակության օբյեկտներ Ռուսաստանի տարածքում, որոնք տեղակայված են 1400-ից 1500 կիլոմետր հեռավորության վրա Ուկրաինայից։ Առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերին, երբ հարվածի էր ենթարկվել Բաշկորտոստանում գտնվող Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ կոմբինատը, դառնալով ուժեղ հրդեհի պատճառ։ Երկրորդը հոկտեմբերի սկզբին, երբ դրոնները վնասել էին խոշոր նավթավերամշակման գործարան Օրենբուրգի մարզում։ Այս բոլոր օբյեկտները տեղակայված են մոտավորապես նույն հեռավորության վրա Ուկրաինայից։ Այդ ֆոնին դեռևս հստակ տեղեկություններ չկան Մոսկվայի մարզի Սերգեև Պասադի շրջանում գտնվող Պերեսվետ քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի եւ հսկայական ամպի վերաբերյալ, որը առաջացել է տիեզերական արդյունաբերության գիտահետազոտական կենտրոնի վերևում։ Տարածվում են տարբեր վարկածներ, այդ թվում խոսք է գնում թունավոր նյութի հնարավոր առկայության մասին, բայց այս պահի դրությամբ հեղինակավոր աղբյուրները չեն հաստատել այդ թունավոր նյութի տեղեկատվությունը։ Մինչ այժմ հայտնի է միայն այն, որ տեղի ունեցել պայթյուն փորձարկումների ընթացքում եւ պայթյունի հետևանքով ձևավորվել է խիտ ամպ։ Եթե լինեն նոր տվյալներ, անպայման ձեզ կտեղեկացնենք։
Այս ֆոնին Վլադիվոստոկում տեղի բնակիչները սկսել են բողոքի ցույցեր, պատճառը ուտիլիզացիոն հարկի բարձրացումն է, որը կբերի ներմուծվող ավտոմեքենաների գների աճի։ Նովոսիբիրսկում նույնպես տեղի ունեցել պիկետ ընդդեմ հավելյալ արժեքի հարկի եւ ուտիլիզացիոն վճարի բարձրացման։ Այս միտումները ողջունելի է իհարկե, հուսով եմ շուտով ռուսաստանցիները կանցնեն անուղղակի սոցիալ-տնտեսական պատճառներից դեպի հիմնական պատճառը, այն է պատերազմը, որն ապօրինաբար սկսել է Պուտինը Ուկրաինայի դեմ։ Այստեղից են բոլոր խնդիրները եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Եթե Ուկրաինայի դեպքում մեր բյուջեն օգնություն է ստանում Եվրոմիությունից, Ռուսաստանը մնացել է միայնակ իր խնդիրների հետ եւ պատերազմի բոլոր դառնությունները վերադառնում են Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի բնակիչների համար։ Իսկ Կրեմլի քարոզչուհի Անաստասիա Կաշևարովայի հայտարարությունները պատերազմի կողմնակիցների դեմ իբր հաշվեհարդարի մասին կարող են վկայել այն մասին, որ Կրեմլի վերնախավում սկսվել են լուրջ ներքին գործընթացներ, լրացնենք մեր պոպկորնի պաշարները եւ հետևենք զարգացումներին։ Եվ մինչ Դոնալդ Թրամփը իր սոցիալական հարթակում հրապարակում է ռուս բռնապետ Պուտինի մի քանի մեջբերումներ նվիրված խաղաղության Նոբելյան մրցանակին, շնորհակալություն հայտնելով Պուտինին, Եվրոպայի 3 առանցքային երկրի ղեկավարներ Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը եւ Քիր Ստարմերը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, նպատակ ունենալով սառեցված ռուսական ակտիվները օգտագործել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։ Նրանք շեշտել են միջազգային ջանքերի համակարգման կարևորությունը, հատկապես Միացյալ Նահանգների հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Եվրոպական առաջնորդները հայտարարում են, որ առանց Ամերիկայի հետ սերտ աշխատանքի հնարավոր չէ ապահովել միջազգային ճնշման արդյունավետությունը։ Նրանց ռազմավարությունն ընդգրկում է սառեցված ակտիվների գնահատումն ու բաշխումը, ինչը ըստ վերլուծաբանների կարող է դառնալ նշանակալի գործոն Ռուսաստանի դեմ ճնշումը շարունակելու գործընթացում։ Վերադառնալով Թրամփին, պետք է նշել, որ այս 3 եվրոպացի ղեկավարների համատեղ հայտարարությունը միանշանակ ուղերձ է ուղղված Ամերիկայի նախագահի հասցեին վերադարձնելու նրան իրողությունների դաշտ, եթե կարելի է այդպես ասել։ Միաժամանակ Կրեմլի բռնապետի մեկնաբանությունները, ով արդեն 4-րդ տարին վարում է լայնամասշտաբ պատերազմ Ուկրաինայի դեմ, թվում են բացարձակապես աբսուրդային, ինչը արեց Թրամփը։ Եվ հենց այս ֆոնին Պուտինի խոսքերի մեջբերումը Թրամփի կողմից հարուցում է լուրջ հարցեր եւ կրկին բերում է քննարկումների կապված Թրամփի հնարավոր կողմնակալության հետ։ Ռազմաճակատում մարտական գործողությունները շարունակվել են ավելի քան 10 ուղղություններով, ռուսական բանակը կորցրել է եւս մեկ թանկարժեք K-52 հարվածային ուղղաթիռ, ինչպես նաեւ 338 միավոր այլ տեխնիկա։ Ըստ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի, վերջին 24 ժամում ռուսական բանակը կորցրել է եւս 1060 զինծառայող, 22 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի Դաշնության ընդհանուր կորուստները կազմում են արդեն 1,121,570 ռուս օկուպանտ, ռելիզը ձեր էկրաններին է, իսկ ռուսները, ինչպես եւ սովորաբար, գիշերը շարունակում են շահեդ դրոններով գնդակոծել սահմանի եւ ռազմաճակատի գծին մոտ գտնվող բնակավայրերը, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը ցուցադրում է մոտ 74% արդյունավետություն, սակայն լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ թիկունքի էներգետիկայի կարևոր ենթակառուցվածքների եւ նյութատեխնիկական ապահովման համար։ Հիշեցնենք, որ երեք նախագահ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պետք է ՀՕՊ-ի միջոցով պաշտպանի 203 կարևորագույն օբյեկտներ ագրեսոր պետության Ռուսաստանի հարձակումներից։ Հաղորդման վերջում ասեմ, որ կայացել է Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցը, ըստ նախագահականի տեղեկատվության քննարկվել են կարևոր հարցեր, մանրամասները մեր Telegram-ում կտեղադրենք։ Այսքանն էի պատրաստել շաբաթ օրվա եթերի համար, հուսամ ստացվեց հանգստյան օրվա ֆորմատ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները։ Ստուգեք արդյոք բաժանորդագրված եք թե ոչ, եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին ու հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ նորություններով։ Մինչ նոր հանդիպում։